Տատիկ, ինչ կցանկանայիք ասել այն կնոջը, ով այժմ հեռախոսը ձեռքում է պահում և արդեն պատրաստվում է անցնել այս տեսանյութի կողքով։ Սիրելի կին, եթե հիմա լսում ես այս խոսքերը, մի պահ կանգ առ։ Գուցե Տերը գիտի, որ հենց այս պահին քեզ անհրաժեշտ է աղոթք, մխիթարություն և նոր ուժ։ Այս աղոթքը վախ առաջացնելու կամ անհիմն հրաշքներ խոստանալու համար չէ։ Այն հիշեցնում է, որ Տերը գիտի քո անունը և տեսնում է այն ամենը, ինչ կատարվում է քո սրտում։ Տեր, շնորհակալ եմ քեզ այս թանկագին կյանքի համար։ Դու այս կնոջը բոլորից լավ ես ճանաչում։ Դու տեսնում ես նրա ամենախոր վերքերը, սրտում պահված վախերը և այն երկար անքուն գիշերները, երբ նա միայնակ կրում էր իր ցավը և սպասում քո մխիթարությանը։ Ով Տեր, հենց հիմա դիպչիր նրա հոգում։ Այնտեղ, որտեղ անհանգստությունն է հաստատվել նրա սրտում, պարգևիր խոր խաղաղություն։ Այնտեղ, որտեղ ցավ է կուտակվել, պարգևիր ազատություն, մխիթարություն և հանգստություն։ Թող նա ամբողջ սրտով զգա, որ մոռացված չէ, լքված չէ և միայնակ չէ, որովհետև դու նրա կողքին ես։ Տեր, դու որ ջուրը գինի դարձրիր, գործիր նաև նրա կյանքում։ Նրա խոր տխրությունը փոխիր ուրախության, իսկ վախը հաստատուն հավատի։ Մաքրիր նրա սիրտը, ներիր անցյալի սխալները և այն սխալ ընտրությունները, որոնք նա կատարել է թուլության կամ անգիտության պատճառով։ Հեռացրու այն ծանր բեռները, որոնք մինչև այսօր ճնշում են նրա սիրտը, և օգնիր նրան նորից սկսել։ Այսօր աղոթում եմ նաև նրա ընտանիքի համար։ Տեր, ողորմությամբ հիշիր նրանց, ովքեր արդեն հեռացել են այս աշխարհից։ Օրհնիր այն հարազատներին, ովքեր այսօր նրա կողքին են, և պահպանիր նրա զավակներին ու թոռներին։ Թող այս տանը այլևս վախ չտիրի, այլ քո սուրբ հովանին միշտ մնա այնտեղ։ Ուղարկիր պահապան հրեշտակներ, պահպանելու նրա տան դուռը և նրա հարազատների յուրաքանչյուր քայլը։ Տեր, բժշկիր նրա մարմինն ու հոգին, հեռացրու հոգնածությունը, ճնշվածությունն ու թաքնված ցավը և վերադարձրու նրան կյանքի ուրախությունը։ Եթե նրա առջև որևէ դուռ փակվել է, քո կամքով բացիր ճիշտ դուռը։ Եթե նա գրեթե կորցրել է հույսը, կրկին լույս վառիր նրա սրտում։ Թող այսօրվանից նրա կյանքում սկսվեն բարի և լուսավոր փոփոխություններ։ Թող նրա տանը ավելի շատ լույս, լռություն և խաղաղություն լինի։ Եթե սա նաև քո սրտի աղոթքն է, կարող ես մեղմորեն ասել կամ գրել ամեն։ Կարող ես նաև այս աղոթքը կիսվել մեկի հետ, ով այժմ մխիթարության կարիք ունի, որպեսզի Տիրոջ խաղաղությունը հասնի նաև նրան։ Թող Տերը զորացնի նրան և նրա սիրելիներին։ Ամեն։